Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 2-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Այսօր նենց հետաքրքիր ձևով ակտիվ էին ռուսական կողմից, բայց մեզ հետաքրքրող մասը կնայենք, թե ինչով է դա կապված մեզ հետ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է Մոսկվան կոչ է անում Բաքվին միջոցներ ձեռնարկել երկրների հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակին վերադարձնելու համար Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում ծագող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով, օգտագործելով քաղաքական եւ դիվանագիտական ուղիներ։ Հիմա անմիջապես մենք զուգահեռներ ենք անցկացնում։ Բա ինչա, մենք ռազմավարական դաշնակից չէինք, հիմա Ադրբեջանի հետ, որ այսպես հուզվել են եւ ցանկանում են հարաբերությունները վերականգնել ռազմավարական դաշնակցային, որը ստորագրել են 2022 թվականի փետրվարի 22-ին, որով Ռուսաստանը իր ձեռքերն ազատեց, 2 օր հետո հարձակվեց Ուկրաինայի վրա եւ նա ինչի համար է իր համար շատ կարեւոր, որովհետեւ ինքը խնդիրներ ուներ, գիտեր սանկցիաների պատճառով ինչ խնդիրներ ունի, իրան պետք էր որ վստահ լինի, որ Ադրբեջանի հետ իր հարցերը լուծելու է, վստահ լինի, որ Թուրքիայի հետ ընդհանրապես խնդիր չուներ, հարցերը լուծելու, մնում էր ուղղակի Ադրբեջանի հետ պայմանավորվի։ Հիմա ումից եք բողոքում։ Հայաստանն էլ էր, չէ, Ռուսաստանին պարբերաբար ասում, եկեք վերադառնանք մեր դաշնակցային հարաբերություններին, որովհետև պարբերաբար խոսք է գնացել Հայաստանի անվտանգության հետ կապված համապատասխան փաստաթղթին մենք հողում ենք արել Ռուսաստանից ոչ մի արձագանք։ Եվ առանձնապես մեզ չի սփոփում, որ ենթադրենք Իրանին էլ էր խոստումներ տալը Ռուսաստանը եւ բացի խոսքերից որևէ առարկայական օգնություն չցուցաբերեց։ Իրանի դեպքում ասում էր ռազմավարական մեր գործընկերության փաստաթուղթը չի ներառում իրար օգնելու խնդիր, բայց Հայաստանի հետ կնքած փաստաթղթի դեպքում, Հայաստանի վրա հարձակվելու դեպքում Ռուսաստանը պետք է որ մասնակից լիներ դրան։ Այնպես որ հնարավոր չի դա նույնիսկ համեմատել Իրանի հետ կապված։ Մենք ուղղակի Իրանի հետ կապված նայում ենք, որ իմանանք ինքը բոլորին է խաբում։ Այնպես որ մենք ուղղակի առաջի հարվածի տակ ընկանք, դեռ միամտաբար հավատալով Ռուսաստանին։ Բայց հիմա խնդիրը առաջանում, որ ընդգծված ձևով Ադրբեջանը հարաբերությունը լարում է Ռուսաստանի հետ, որովհետև ընդգծված ձևով հասկանում է, որ այն ինչ որ ինքը ակնկալում էր Ռուսաստանից, որ նա վերահսկողություն սահմանի Սյունիքի ճանապարհի վրա, դա ոչ մի կերպ չի հաջողվում։ Ու պատճառը նա չի, որ Հայաստանը կոշտ ձևով դեմ է Ռուսաստանին։ Պատճառը նա է, որ Արևմուտքը չի թույլ տա, որ Արևելքից մինչև Արևմուտք Չինաստանից սկսած ապրանքը գա անցնի Հայաստանով գնա Եվրոպա եւ այդ ապրանքի վրա որևէ ձևով վերահսկողություն ունենա Ռուսաստանը, ով է Ռուսաստանը։ Այսինքն երբ որ Հայաստանը նաեւ կատեգորիկ մերժում է, դա միայն իր կողմից չի, որ ինքը մերժում է, ուղղակի իրան ասել են, եթե այդ ճանապարհի վրա Ռուսաստանը որևէ հատվածի վրա վերահսկողություն ունենա, այն դեպքում երբ որ ինչ կապ ունի այդ ճանապարհի հետ։ Ուրեմն այդ ճանապարհը պարզապես չի գործի։ Այսինքն Ադրբեջանը վերջնականապես դա հասկանալով հիմա ակտիվացել է արևմտյան ուղղությամբ։ Դրա համար այն ինչ որ խաղեր ինքը Ռուսաստանի հետ ունի դժգոհության, մենք էլ մեր դժգոհություններն ունենք։ Բայց ուղղակի այնպես չի, որ մեր շահը Ադրբեջանի հետ համընկնում է հանդեպ Ռուսաստանի, որովհետև Ադրբեջանը Ռուսաստանի հետ կոնֆլիկտը ցանկանում է օգտագործի արևմուտքի հետ հարաբերությունը լավացնելու։ Իսկ մենք դեռ չենք կարողանում արևմուտքի հետ ուղիղ աշխատենք, այլ աշխատում ենք միջնորդավորված։ Ես դրան դեռ կանդրադառնամ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Ուկրաինայի ղեկավարությանը մեղադրել է Եկատերինբուրգի իրադարձությունները Մոսկվայի եւ Բաքվի միջև հայտարարություններում լարվածությունը սրելու համար օգտագործելու փորձերի մեջ։ Պեսկովն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի եւ Ուկրաինայի նախագահների Ռամալիևի եւ Վոլոդիմիր Զելենսկիի միջև նախորդին տեղի ունեցած հեռախոսազրույցը։ Ուկրաինան կանի հնարավոր ամեն ինչ կրկին յուղ լցնելու ադրբեջանական կողմին հուզական գործողությունները շարունակելուն հրահարելու համար, ասել է Պեսկովը։ Ըստ Կրեմլի խոսնակի Կիևը սակայն կանի ամեն ինչ այստեղ է
կատվությունը վերլուծելու եւ լարվածություն հրահարելու համար։ Ավելի абսուրդ բան դժվար է պատկերացնել։ Դու ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունես Ադրբեջանի հետ, դու պատերազմի մեջ ես Ուկրաինայի հետ, դու կանգնում ասում ես Ուկրաինան էսա վերացրել են, բան չի մնացել, կանգնում ասում ես Ուկրաինայի նախագահին էլ ծաղրած ու էլ չգիտես ինչ, քաղաքական դիակ, էլ ամեն ինչ, ում հետ եք կռվում, ծաղրացուի ու քաղաքական դիակին եք 4 տարենա չեք կարողանում հաղթել։ Այն դեպքում, երբ որ օգնում է Չինաստանը իր ձևով, Իրանը իր ձևով, Հյուսիսային Կորեան իր ձևով, էտա ձեր կռիվը։ Հիմա էլ փաստորեն ձեր ռազմավարական դաշնակցին կարող է զանգի Զելենսկին ու նա միանգամից շուռ գնա դեպի Զելենսկիի կողմը։ Էս ի՞նչ դաշնակցային հարաբերություններ է, եւ ինչի վրա է դա կառուցած։ Մի բանի վրա։ Արցախը հանձնել Ադրբեջանին, Ադրբեջանի խաթերն առնել։ Ադրբեջանը Արցախը ստացել է, էլ դու ով ես։ Այնպես որ հիմա մտածել, որ որևէ երկիր, որի հետ դու կռվի մեջ ես, իսկ այն երկիրը, որի հետ ռազմավարական դաշնակից ես, նա պետք է ինգնի քո հակառակորդի խելքին, այդ դեպքում ուրեմն մտածի, թե այդ ինչ դաշնակցային հարաբերությունները եւ ինչի վրա է կառուցած։ Իսկ հիմա այստեղ մենք ուղղակի նայենք, թե որն է այստեղ հարցը, որը մեզ ուղղակի առնչվում է, որ ասեցի այն Սյունիքով ճանապարհի հետ կապված։ Եթե այսօր նկատած լինեք, արդեն հայկական տիրույթում լայնորեն տարածվում էր, որ Ադրբեջանի եւ թուրքական լրատվամիջոցները արդեն անթակույց անդրադառնում են այդ թեմային, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ պայմանավորվել է Սյունիքով անցնող ճանապարհի հետ կապված։ Ես մեջբերում չեմ բերում դրանցից թեկուս հայկական մամուլում կա, որտեղ ուղիղ խոսքեր չէր։ Ես ուղիղ խոսքերը բերում եմ նրա համար, որ եթե որևէ մեկը մտածի, բայց այդ ինչ ինֆորմացիա եմ ասում, որտեղ կարող է իմանանք այդ բառերով որոնում տա եւ տեսնի։ Իսկ սա ուղղակի տարբեր հոդվածներից վերլուծություններ կամ տարբեր վերլուծական կենտրոնից ուղղակի դա ձեզ կներկայացնեմ իմաստը դա որն է։ Այսինքն իմաստը հետեւյալն է, որ այլևս հնարավոր չէ թաքցնել։ Այդ մասին ամեն օր խոսում ենք, ամեն անգամ տարբեր տեղերից ասում են, ինչ գիտեք, ով է ասել, որ դա այդպես է, հիմա արդեն դա հնչում է դրսերից, որտեղ հնարավոր չի դա արդեն թաքցնել, հիմա ասեմ ինչի։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանը դեմ է Ռուսաստանի վերահսկողությանը ճանապարհ, որովհետև Արևմուտքը դեմ է։ Այդ ճանապարհը նրանք չեն օգտագործի Ռուսաստանի վերահսկողության տակ։ Դա արդեն պարզեցինք, նորից կրկնեցի, որ ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համաձայնվի այդպիսի ֆանտաստիկ ծրագրի վրա փողեր դնի, պայմանավորվածություններ, պայմանագրեր կնքի, որպեսզի Չինաստանից ապրանքը Եվրոպա գնա եւ այդ ամեն ինչում ինքը լուրջ դերակատարություն ունենա, բայց պայմանավորված նրանով, որ կարող է կոնֆլիկտ ունենան Հայաստանի հետ, այդ ճանապարհը փակվի, կամ պայմանավորված նրանով, որ Հայաստանը իշխանություն փոխվի, այդ ճանապարհը փակվի։ Չի անի ինքը այդպիսի ծրագիր, եթե այդ ճանապարհի վերահսկողությունը Հայաստանի վրա, ուստեղ խնդիրը ամենևին նա չի, դու սկաներով այդ կնայես թե չես նայի, կամ ինքը անխոչնդոտ կանցնի թե չէ։ Եթե Հայաստանը լիազորություն ունի ճանապարհը փակելու, Ադրբեջանը այդ ճանապարհը չի բացի։ Փող չի դնի, չի բացի։ Սա ակնհայտ է։ Այդ պետք չի անգամ իրար բացատրել։ Հիմա բա հարց է ծագում, բայց ճանապարհը որ դեպքում է բացվելու։ Հիմա նաև մարդիկ ուրիշ բան են մտածում։ Գուցե եթե դա այդպես է եւ Արևմուտքը շահագրգռված է, որ այդ ճանապարհն ասնի, Արևմուտքից տարբեր տեղերից այդ հայտարարություններն արել են, որ մեր մոտ էլ մեր ժողովուրդը մտահոգված ասում էր, էս էլ Արևմուտքը է, ինչ է ուզում այս ճանապարհը բացելու հետ կապված։ Արևմուտքի ցանկությունը որն է, որ այո, այդ ճանապարհի նկատմամբ այնպիսի վերահսկողություն լինի, կազմակերպական հարցերը, օպերատորությունը այնպիսի երկրներում ընկերություններ կատարեն, որը որևէ ձևով չխոչընդոտվի, եթե նույնիսկ կոնֆլիկտ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հիմա ասեմ դա ինչպես։ Հիմա պայմանականորեն վերցնենք, ինչ արեց Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ կապված։ Ասեց 350 միլիարդ փող եմ տվել, պետք է այդ փողը հետ տաս, բայց չեմ պատրաստում քեզ նորից զինեմ։ Անցած կոնֆլիկտ էր գնում, Զելենսկին բացատրում էր, որ նախ 350 միլիարդ չի 100 միլիարդ, հետո դա նվեր է։ Նվեր տվածը պարտքին չի է քաշվում։ Բայց դրա դիմաց 500 միլիարդի պետք է հողային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն եւ այլն։ Հիշում եք այդ հրապարակային ամբողջ բանակցությունները, այդ ծանր բանակցությունները, Զելենսկին համաձայնվում էր, մի բան չէր համաձայնվում, կոնֆլիկտ, այդ ամբողջ ճանապարհը ուշադրությամբ հետևել ենք ինչա կատարվում։ Բայց ի վերջո եկավ մի բանի, որ համաձայնության եկան, բայց Ամերիկան ասեց,
Այն տարածքները, որի վրա ես վերահսկողություն ունեմ, ամերիկյան բիզնեսը ներկայացված է, դա անվտանգ է, բայց ես քո պետության անվտանգությունը չեմ երաշխավորում։ Այսինքն, եթե սրա վրա ես վերահսկողություն ունեմ, քո երկիրը կընկնի, չի ընկնի, մեկը ով պետք է Ամերիկայի ձեռից դա խլի, թուղթը իմ ձեռքն է։ Սա արդեն Ուկրաինային վտանգ էր ներկայացնում, մենք չհասկացանք 500 միլիարդ պատրաստ եմ տալ, պատրաստ եմ նաև դրանից հետո վճարել զենքին, զենքը տուր կռվենք, զենքը տուր մեր հողը պահենք, որովհետև այս պայմանագիրը երաշխիքը Ամերիկայի ներկայացվածության, բայց երաշխիքը ընդամենը ամերիկյան բիզնեսի անվտանգության մասին է, ոչ թե այն պետության, որի տարածքում այդ բիզնեսը դրվելու է։ Ինչա, այդ ամեն ինչը մեր աչքի առաջ չէ։ Հիմա պատկերացնենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում է, որպեսզի այդ ճանապարհը նորմալ գործի, պետք է լինի իմ կազմակերպական վերահսկողության տակ։ Չկոնկրետացնենք դա ոնց է արտահայտվում, ինքը վերահսկում է, թե ինքը կազմակերպական գործերն անում, օպերատորի գործն էլ անում։ Հիմա հարց. Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե նման ցանկություն հայտնեց, մենք Ամերիկայի հետ բանակցել ենք։ Հիմա արդեն որ տարածում էին մամուլում, որ տարածում էին, որ Ամերիկան նման հարց է առաջ քաշել, որ մենք ուզում ենք մենք ներկայացված լինենք։ Հենց դա եմ ասում, որ այդ տարածված էր, բայց ուղղակի հոդվածի եւ վերլուծության տեսքով դրա համար չներկայացեցի, բովանդակությունն եմ ասում։ Հիմա ընդունենք, որ դա ճիշտ է, Կարնեգիի կենտրոնը դա ասել է, տարածել է։ Իսկ այն, որ այդ ճանապարհի հետ Փաշինյանը համաձայնվել է Թուրքիայի, դա էլ թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներն են տարածում։ Հիմա նայենք, ենթադրենք Ամերիկան ասել է, որ պետք է լինի իմ վերահսկողության տակ։ Հայաստանն էլ ուրախությամբ համաձայնվում է, որովհետև հազիվ կստանա անվտանգություն, բայց կստանա անվտանգություն։ Անվտանգություն կստանաս ճանապարհի վրա, բայց ոչ թե Հայաստանի։ Եթե Հայաստանի վրա անվտանգություն ստանայիր, առաջի կողմը ես կլնեի, որտեղ մտահոգության մասին ամենաշատ երևի ես եմ խոսում։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանապարհն օգտագործելով, ճանապարհը վերահսկելով, Հայաստանի անվտանգության երաշխավոր պետք է հանդես գա, ինչա, էլ ինչա մեզ պետք։ Բայց ոչ, ճանապարհի անվտանգություն, որ անկախ նրանից կոնֆլիկտ կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, անկախ նրանից հարցը ինչպես կլուծվի, այդ ճանապարհը չի փակվի, որովհետև դա Ամերիկայի վերահսկողության տակ է։ Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը բախտը չի փորձի այդ Ամերիկայի վերահսկողության տակ գտնվող տարածքի հետ կապված ոտնձգություն անի։ Այսինքն երաշխիք ճանապարհի, երաշխիք չի մեր պետության։ Բա ինչու մենք այդ ամեն ինչի մասին չգիտենք, որովհետև ցավալիորեն մենք ուղիղ չենք բանակցում Ամերիկայի հետ, կռիվ չենք տալի, մեր շահերը առաջ չենք տանում։ Ամերիկան ասի այսպես է, մենք ասենք այսպես է, չէ, դա հանձնված է, որ այդ բանակցությունը վարի Թուրքիան։ Թուրքիան է նստում Ամերիկայի հետ պայմանավորում, դե հիմա այս տարածքը որ բացվի, վերահսկողությունը լինի պայմանականորեն արևմտյան որևէ կառույցի վրա, դե ինչ խնդիր կա, այդ ամեն ինչը կաշխատի։ Ճանապարհը կաշխատի, ճանապարհի համար ֆինանսավորում կլինի, բայց այդ ճանապարհի անվտանգություն չի Հայաստանի համար։ Սա է մտահոգիչ, թե չէ 20 տարուց ավել Ամերիկա ենք խոսում, 20 տարուց ավել Եվրամիություն ու ՆԱՏՕ ենք խոսում, Եվրամիությունն ու Ամերիկան եկավ այդ ճանապարհը վերահսկեց, ասենք չենք ուզում։ Կարող է տենց абսուրդ բան լինի։ Ոչ, իհարկե չի լինի, դուք էլ եք հասկանում, որ ոչ։ Մտահոգությունը նա է, որ մենք չենք գործընկերը։ Մտահոգությունը նա է, որ հիմա երբ որ Հայաստանից այդ արտահոսքը հենց անում են, որ չլինի, փակ են պահում, բայց Ադրբեջանն ու Թուրքիան պարտավորված չեն փակ պահել։ Իրանք ընդհակառակը Թուրքիան եւ Ադրբեջանը հանձնարարականներ են տալիս իրանց աշխատողներին, ասում են դե գնացեք պատրաստվեք, այսա ճանապարհի հետ կապված հարցերը պայմանավորում ենք։ Այդ հանձնարարականներից արտահոսքը դուրս է գալի, բայց մերոնք փորձում են քար լռություն պահպանել։ Դա է հարցը։ Իսկ հիմա դրա համար որպեսի կարողանան այդ խնդիրը լուծել, լավ ոնց կանգնեն ասեն, մենք մեր լիազորությունները պատվիրակում ենք Թուրքիային, մենք մեր անվտանգությունը սպասում ենք Թուրքիայից, մենք սահմանը կբացենք Թուրքիայի հետ եւ այլ եւ այլ։ Լավ, ի վերջո, ժողովուրդը հասկանում է, չէ՞ Թուրքիայի հետ գործ ունենալը ինչ խնդրեմ է։ Դա համար խնդիրները բաժանել են փուլերի։ Առաջին Նիկոլ Փաշինյանը էլ ասեմ, որ պատկերացնեք, ինքը երբ որ խոսում էին, որ դա թիմակիցներին գաղտնիքներ է ասում, հետո այդ գաղտնիքների արտահոսք էր ելնում, երկար ժամանակ ման էին գալի տեսնեն այդ արտահոսքը ում մոտից է գնում, վերջապես կթան ում մոտից է, բայց հարց է ծագում, իսկ ինչի էր այդ գաղտնիքները ասում քո թիմին։
50, 60, 70 հոգու մոտ են չես այդ գաղտնիքներն ասում։ Մանավանդ կասկածում է սարտահոսք կա։ Շատերը չգիտեն ինչի, բայց պատճառը մեկն է։ Իրան պետք է որ այդ իրան պետք է որ ինքը այդ գաղտնիքներն է։ Թվում է թե եթե ինքը դիվանագիտությունից հեռու, ինտելեկտից ընդհանրապես հեռու։ Իրան չին է պետք այդ գաղտնիքները, որը ինքը գիտի, թիմակիցներին ասի։ Չէ որ գոնե այդ գաղտնիքը իմանալով ինքը առավելություն ունենում թիմակիցների հանդեպ։ Պատահական կարող է իրան խելացի ընդունեն, էլի ասեն, այս ինչ խելացի բաներ է, ասեն, որը կառուցված է ինֆորմացիայի վրա։ Ինքը ինչ է այդ ինֆորմացիան ուրիշներին ասում։ Մի բանի համար, որ վաղը կանգնի ասի, բա որ ես ձեզ ասում էի, որ Հայաստանը պետք է մերձեցնենք Թուրքիայի հետ, բա բերանները ջուր առած նստած էիք, բա այդ ինչի չէիք միացեն հանում, հիմա եկել եք ինչ եք ասում, դուք դրա հետ կապ չունեք, դուք դրան չեք համաձայնվել, այո, այդ մարդիկ, ովքեր այս ու բացի դրանից էլ ինքը ասում է մի անհանգստացեք, արևմտամետ մի զորք ունենք, որոնք տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը իբր պայքարում է Ռուսաստանի դեմ, իրանք ոգևորված պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Ու նույնիսկ չեն ուզում նկատել տալ, որ բայց տանում է Հայաստանը Թուրքիայի տակ։ Անգամ դա ներկայացնում են դրական, հազիվ Ռուսաստանից պրծնենք, տանենք Թուրքիայի տակ։ Այսինքն իր զորքին ասում է, իմացեք, ես մի հատ զորք էլ պահում եմ, որ ձեզ օգնի այդ հարցում, որ այ Նիկոլ Փաշինյանը վերջապես պայքարում է Ռուսաստանի դեմ, ոչինչ որ Հայաստանը տանում է Թուրքիայի տակ, բայց ուրիշ խնդիր է։ Այդ մարդիկ բոլորը գիտեն պատճառը։ Այդ մարդիկ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող Պուտինի ասածը չանի։ Այդ մարդիկ բոլորը գիտեն, ու ես էլ գիտեմ, որ իրանք գիտեն, իրանք էլ գիտեն, որ ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է, կռացել, խոնարհվել եւ խնդրել է Պուտինին, քեզանից, ինձանից լավ ոչ մեկը քեզ չի ծառայի։ Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը կա։ Նիկոլ Փաշինյանը անփորձության պատճառով, երբ որ իր այդ միած սիրալիր խոսացել են, ինքը երջանկացած սենց հալվել է անգել Ալիևի ոտերը այդ ձայնագրությունն էլ կա, Էրդողանի ոտերը այդ ձայնագրություններն էլ կա։ Այսինքն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ իբրթե պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, որ Պուտինից փոխվի, երբ որ Նիկոլ Փաշինյանը Պուտինին պետք չգա, շատ պատահաբար մի հատ համակարգիչ հաքերները կջարդեն եւ այդ համակարգչի մեջ պատահաբար այդ ձայնագրությունը կգտնեն, Ռուսաստանն էլ մեկին կպատժի։ Հասկանում եք ինչն է հարցը։ Այսինքն դուք գիտեք, որ դուք Նիկոլ Փաշինյանը պարզապես այս հակառուսական քայլն անման մի բանի համար, որ արդարացնի Թուրքիայի տակ մտնելը, իսկ դուք դա իմանալով դա անում եք։ Ու վաղը չեք կարող ասել մենք չգիտեինք, որտեվ Նիկոլ Փաշինյանը բոլորին է ձայնագրում, ում հետ ոնց իրան են ձայնագրում, ինքն էլ մյուսներին է ձայնագրում, որ հանելու է ասի, բա խոսայիք, այ ես սա ձեզ առաջարկեցի, որ Հայաստանը տանում եմ Թուրքիայի տակ, դուք կամ համաձայնվեցիք, կամ լռեցիք, դրանով ցույց տալով, որ ամեն ինչ նորմալ է, եւ ձեր որևէ հարապարակային խոսքում մտահոգություն չհայտնեցիք, բա ինչ եք եկել կապիկություն անում, լավ էլ համաձայնվել եք։ Այո, ինչպես իրան են ձայնագրել, այնպես էլ ինքն է մյուսներին ձայնագրում։ Թե չէ այլապես դուք մտածում եք, որ այդ գաղտնիքները ուշ կգնում էր իր թիմի հետ կիսի, դրա համար այս ամեն ինչը մի բանի համար է, որ ուշադրությամբ նայեք, սա Ռուսաստանի դեմ քայլեր չի, սա պարզապես դաշտ բացել է Թուրքիային եւ Ադրբեջանին ներս մտցնելու, որովհետև Ռուսաստանի դեմ քայլերի պարագայում դուք կընտրեիր գործընկեր Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչ թե Ռուսաստանի դեմ քայլերում կընտրեիր Թուրքիան։ Թուրքիային ընտրելու պարագայում ընդամենը պետք է, որ այդ մարդիկ արդարացնեն, թե ինչի են պաշտպանում Նիկոլ Փաշինյանին։ Իսկ սա անգրագետ մարդիկ չեն, որ ասենք հա դե լավ մարդիկ են չեն հասկանում Նիկոլ Փաշինյանին պաշտպանում են։ Այս մարդիկ գրագետ են, այս մարդիկ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ հանդիպում են, լուրջ մարդկանց հետ հաշվի են նստում, լուրջ մարդիկ իրանց հետ են հաշվի նստում, հազարով մի հանդիպումներ ու կապեր ու ինֆորմացիա ունեն։ Իրանք չեն կարող ասել, վայ ժողովուրդ ջան, մենք չգիտեինք, որ այս ամեն ինչ արվում է նրա համար, որ Հայաստանը մտցնեն Թուրքիայի տակ։ Չէ, դուք գիտեիք, մենք է գիտեինք, որ դուք գիտեիք։ Այսա ասում եմ նրա համար, որ վաղը երբ որ այդ ամեն ինչը ակնհայտ դառնա, չասեն թե մենք չէինք խոսում Հայաստանը Թուրքիայի տակ մտցնելու, մենք խոսում ենք Ռուսաստանից փոկելու մասին, բայց դուք լավ գիտեիք, որ Ռուսաստանից Նիկոլ Փաշինյանը փոկվել չի կարող։ Եթե Ռուսաստանից Նիկոլ Փաշինյանը փոկվի,
Առաջի ուրախացողներից մեկը ես կլնեմ։ Որտեվ առանց որևէ ադմինիստրացիայի հետ կապված, առանց որևէ բանի, այդ ամեն ինչի մասին 20 տարի խոսում եմ։ Ով ուզում է եղել է Հայաստանի ղեկավար եւ ով ուզում է որևէ տեղ ղեկավար։ Այսինքն ստե Ռուսաստանից փոխվելու մասին չի խոսքը։ Դուք լավ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինից փոխվել չի կարող։ Առայժմ ինքը Պուտինին ձեռք է տալու, ուղղակի Պուտինին ասում է, քանի որ այս ճանապարհի վրա, եթե դու վերահսկողություն ունենաս, այդ ճանապարհը չի բացվելու, թե ոչ քեզ օգուտ կա ոչ մեզ, ավելի լավ է այս ճանապարհից մի կողմ քաշվի, ես այս ճանապարհի առիթով երկիրը մտցնեմ Թուրքիայի տակ, որը մեր Հայաստանում ոչ միայն Նիկոլա Պաշտները արդարացնեն, դե այդ հասկանալի է ինչի, այլ նաև ինտելեկտուալ մարդիկ արդարացնեն, մտավորական մարդիկ գտնվեն եւ լուրջ ներկայացնեն, վերջապես մեր փափագը կատարվեց, մենք Ռուսաստանից փոխվում ենք, ոչ, Ռուսաստանից չեք փոխվում, որովհետև Ռուսաստանից փոխվելու դեպքում պետք է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավար չլինի։ Թուրքիայից եւ Ադրբեջանից փոխվելու համար Նիկոլ Փաշինյանը չի կարող լինի, որովհետև այդ ձայնագրությունները երեքն էլ ունեն։ Դա նույնն է, ոնց որ այսօր ասեք Սերժ Սարգսյանը կարող է Ալիևից փոխվի։ Ոնց է փոխվելու, եթե Սերժ Սարգսյանն եղել է ԿԳԲ-ի գործակալ Նարիմանով անունով, իսկ իր դոսիեն գտնվում է Ադրբեջանում։ ԿԳԲ-ի գործակալ բոլոր ժամանակներում եղել են տարբեր, Հայաստանում էլ են եղել, բայց Հայաստանի դոսիեն, Հայաստանի փաթեթը, Հայաստանի պապկեքը, Հայաստանի անվտանգության ծառայությունում է եղել, Լեռնային Ղարաբաղի պարագայում Բաքվում է եղել, եւ հիմա այդ Բաքվում եղածը լավ էլ դեմը օգտագործում են, քանի կարող են օգտագործել, օգտագործում են, որ պահին չկարողանան օգտագործել, Հայաստանին ծաղրելու են ու հանելու են, ասեն, այդ չեք, մեր գործակալը 10 տարի ձեր մոտ երկիր էր ղեկավարում։ Սա է հարցը, չի լուծվելու դա։ Ու այն մարդիկ, ովքեր պաշտպանում են Սերժ Սարգսյանին, չեն կարող ասել, վայ, ժողովուրդ ջան, բա մենք չենք իմացել, որ ինքը գործակալ է։ Ոչ, դուք իմացել եք։ Այս դրա համար հիմա ասում եմ, որ մարդը, որ այսօր կասի, որ ես չգիտեի, որ Նիկոլ Փաշինյանը այս հակառուսական փսիխոզնանում է նրա համար, որ Հայաստանը Թուրքիայի տակ մտցնի, ոչ դուք գիտեք։ Եթե չգիտեք, եկեք իրար հետ վիճենք։ Ես ձեզ ապացուցեմ, որ ոչ թե ես գիտեմ, այլ որ ես գիտեմ, որ դուք գիտեք։ Ուրեմն սուս ձերներդ կտրեք, ձեր երեխայի ապագան մի դրեք Նիկոլ Փաշինյանի ոտերի տակ։ Ես դա ուղղակի ասում, որովհետև արդեն հիմա այսօր արտահոսքը Թուրքիայի եւ Ադրբեջանի լրատվամիջոցներով գցեցին Հայաստանի դաշտ։ Էլ չեք կարող ասել, դուք առաջի անգամ եք դա լսում։ Այդ ես գիտեմ, որ առաջի անգամ չեք լսում, բայց հիմա այլևս չեք կարող թաքցնել։ Այնպես որ այս ամեն ինչը ասում եմ, որովհետև մենք շատ վճռական իրավիճակում ենք գտնվում։ Շատ լրջորեն պետք է հասկանանք մեր գլխին ինչ են սարքում։ Եվ որևէ ձևով Ամերիկայի կամ եվրոպական կառույցի հետ պայմանավորվելը մեր անվտանգությունը չի երաշխավորում, որովհետև մենք ուղիղ չենք աշխատում, մեր շահերը այնտեղ արտահայտված չեն։ Արտահայտված է ընդամենը այդ տարածքի շահերը, որի դեպքում այո, կարող են Հայաստանին տրանզիտ բեռը տանելու համար գումար վճարեն, ոչ ավել։ Բայց որևէ պարագայում Հայաստանի հետ կապված որևէ ոտնձգությունը երաշխիք չեն ապահովելու։ Այս հարցը մենք դեռ չենք լուծել, բայց այդ ուղղությամբ չենք աշխատում, որովհետև ամենահեշտ ճանապարհն ենք ընտրել։ Իշխանությունը ընտրել է Թուրքիան որպես միջնորդ, իշխանությանը պաշտպանողներն էլ ընտրել են ձևը, հա, դե որ Ռուսաստանից մեզ փոխում է, մենք իրան բանը սատարում ենք։ Սատարեք, վաղը չասեք, թե չգիտեինք ինչա։ Պարզ ձեզ հայտարարում եմ, դուք գիտեիք։ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե 3 տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը հարցերի լայն շրջանակ են քննարկել, ըստ Կրեմլի հաղորդագրության, Պուտինը հիշեցրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը արևմտյան քաղաքականության ուղղակի հետևանք է։ Խոսելով խաղաղ կարգավորման հեռանկարի մասին, նա հաստատել է հնարավոր համաձայնագրերի հիմնարար մոտեցումները։ Համաձայնագրերը պետք է լինեն երկարաժամկետ, նախատեսեն արմատական պատճառների վերացումը եւ հիմնված լինեն իրականության վրա։ Իհարկե, եթե խոսքը վերաբերվեր միայն ուկրաինական պատերազմը քննարկելը, Մակրոնը հաստատ չէր զանգի, որովհետեւ նախաձեռնությունը եղել է Մակրոնինը։ Մակրոնը չէր զանգի Պուտինին, որովհետեւ 3 տարի չի զանգի, հիմա չի զանգում։ Բայց որովհետեւ դա նշանակում է հարցերից ընդամենը մեկն էր,
վերաբերվում Ուկրաինային, իսկ մնացածը արդեն մերձավոր-արևելյան կոնֆլիկտներին, որտեղ հիմա դրան կանդրադառնանք։ Բայց ուղղակի նայենք հետևյալը, Reuters-ն էլ ինչ է հաղորդում, որովհետև այդ հաղորդագրության մեջ այդ մանրամասը տրված չէր, որ Պուտինը մերժել է Ուկրաինայի հետ հրադադարը։ Պուտինը Մակրոնին հասկացրել է, որ Ուկրաինայի հետ ոչ մի հրադադար չի լինի համենայն դեպս, քանի դեռ Կրեմլը չի ճանաչել, Կիևը չի ճանաչել նոր տարածքային իրողությունները, այսինքն Ռուսաստանը պատրաստ է խոսել խաղաղության մասին, բայց միայն իր պայմաններով, զավթումների ճանաչում եւ Ուկրաինայի ապառազմականացում։ Մակրոնը փորձել է հասնել գոնե հրադադարի, սակայն բախվել է Կրեմլի կոշտ դիրքորոշմանը։ Ռուսաստանը պատրաստ չէ փոխզիջումների եւ կշարունակի պատերազմը, օգտագործելով այն որպես ճնշման գործիք։ Հիմա ուղղակի նայենք այս հանգամանքը, որովհետև հիմա ուկրաինական պատերազմի հետ կապված ինչ է ստացվում։ Ես նաև պատահական չի, որ հիշեցրեցի, որ պայմանագիրը Ամերիկայի հետ կնքված է, բայց ինչպես տեսնում ենք, պատերազմը չի դադարել։ Ինչպես տեսնում ենք, Ամերիկան չի ճնշում Ռուսաստանի վրա, ինչ եթե պայմանագիր է կնքել Ուկրաինայի հետ։ Ինչպես տեսնում ենք, Ամերիկան այսօր ասում է, մի հատ նայեմ իմ պահեստների վիճակը եւ առայժմ ժամանակավորապես դադարեցնենք Ուկրաինային զինելը, մինչև տեսնենք ինչ ունենք, ինչ չունենք, հետո կկարողանանք շարունակենք, թե չէ, ուսումնասիրելուց հետո կարող է երկարի այդ զենքը չտալը։ Այսինքն ես ուզում եմ ասեմ, սա այն դեպքն է, որ ինչպես տեսակ, այդ երաշխիքը չունի նույնիսկ Ուկրաինան, որի թիկունքին կանգնած է հավաքական Եվրոպան, Եվրամիություն գումարած Մեծ Բրիտանիա, այլ չասենք Ավստրալիայով եւ այլ, Ճապոնիայով, Կանադայով։ Նույնիսկ այս պարագայում, ինչպես տեսնում եք, խնդիրը անգամ Ուկրաինայի պարագայում տեսնում եք ինչ է կատարվում։ Դրա համար ուզում եմ ասեմ, որ այս հարցերի հետ կապված, երբ որ ժամանակին խոսում էինք ամենօրյա ռեժիմով Ուկրաինայի իրադարձությունները քննարկելով ցույց էինք տալիս, որ վաղը նման հարց, եթե Ուկրաինայի շահերը ոտնահարվեց, մենք ում վրա ենք հույսներս տնելու։ Եթե Ուկրաինայի պարագայում, ինչպես տեսնում եք, ինչպիսի աջակցություն ունի այդ երկիրը, այն առավել ևս, որ ասում են զենքը տվեք, մենք կռվող ենք, մենք ձեզանից բան չենք ուզում, զենքը տվեք, փողն էլ կտանք, զենքը տվեք, կռվող ենք, եւ այդ պարագայում, ինչպես տեսնում եք, անգամ խնդիրներ կա։ Ամեն օր մենք կարդում ենք, թե եվրոպական այս երկիրը այսքան գումար տվեց, գնաց ռազմական արդյունաբերության հետ կապված փողեր տվեց, գործարաններ կառուցեց, այս արեց, այն արեց, անգամ մեծ փորձ են ձեռք բերել Ուկրաինայի դրոնների հետ կապված, նոր որակի են տեղափոխել իրանց ռազմավարությունը արդեն ուկրաինական պատերազմում արդյունավետությունը տեսնելու պարագայում, բայց միևնույնն է Ուկրաինան խնդիրներ ունի։ Այդ խնդիրը ինքը կլուծի, ձևը կգտնի կլուծի, բայց մենք այս ամեն ինչից հասկանում ենք, չէ, որ այդքան էլ իրանց ուզածով չի գնում, Ամերիկան ունի իր շահով է առաջնորդվում, իսկ լա այս պարագայում Ուկրաինայի թիկունքին կանգնած համակարգեր կան, ոչ թե մենակ պետություններ, բա մեր թիկունքինով է կանգնած։ Պուտինն ու Մակրոնը նշել են, որ Ռուսաստանը եւ Ֆրանսիան որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ հատուկ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պատասխանատվությունն են կրում Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման եւ միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման գործում։ Կողմերը հանդես են եկել իրանական ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորմանը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով հասնելու օգտին։ Ահա ամենակարևոր հարցը, որի հետ կապված կա։ Ֆրանսիան իհարկե դատապարտում է Իրանին աջակցում Իսրայելին, Ռուսաստանը դատապարտում Իսրայելին, աջակցում Իրանին, բայց քանի որ պատերազմը այսպես դադարեց, պատերազմից հետո ոչ Իրանն է ոչնչացել, ոչ Իսրայելն է ոչնչացել, որ համարեն կոնֆլիկտը ավարտվել է, ընդհակառակը ավելի է սրվել, Իսրայելը հասկանում է, որ արդեն չկարողացավ ոչնչացնել, իշխանությունն էլ չփոխեց Իրանում, այդ պարագայում կատաղած վիրավոր գազան սարքեց, որը հիմա նախապատրաստվելու է հակահարված տալու ցանկացած իրան հարմար պահի ու չես կարալու մեղադրես, որտեղ դու նախապատրաստվել ես 14 տարի, որ խփես, ինքը ինչի պետք է չնախապատրաստվի։ Այսինքն ավելի վատ վիճակ եկավ այսօր այն ինչ որ կա։ Դրա համար այս ամեն ինչի հետ կապված մեզ չի կարող դա չմտահոգել, որովհետև բացի այն որ մեր հարևան պետությունն է, նաև այն որ մենք դարձանք կոնֆլիկտի կողմ, որը մեզ ընդհանրապես պետք չէր։ Ու դա մասին շատ են խոսել, բայց հիմա տեսնում եք վտանգը որն է, այսինքն Մակրոնը հասկանում է, որ հարցը չի լուծվել, ավելի վտանգավոր վիճակի է եկել։ Իրանը հրաժարվում է
ինսպեկցիայից ՄԱԳԱՏԵ-ի կողմից որ գան նայեն։ Իսկ ինչ ինքը կարտադրի, ոչ մեկը առիլևս չի կարող իմանա։ Ամերիկան ստիպված պետք է լինի նորից հարվածի, բայց չգիտելու հարվածի, որովհետև արդեն կարող է կոորդինատներ չունենա, հավաստի կոորդինատներ։ Այս ամեն ինչը խնդրեմ է, ինչը որ հարց է առաջացրել։ Պուտինն ու Մակրոնը ընդգծել են Թեհրանի խաղաղ միջուկային էներգիայի օրինական իրավունքը, հարգելու միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները կատարելու եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցելու կարեւորությունը։ Կողմերը համաձայնել են շարունակել շփումները Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Դիրքորոշումների հնարավոր համաձայնեցման նպատակով նշում է հաղորդագրության մեջ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուի հետ։ Անմիջապես իր նախաձեռնությամբ խոսել է Պուտինի հետ, իր նախաձեռնությամբ խոսել է Մակրոնի ներողություն Զելենսկուի հետ Մակրոնը, որ նաև պատմի թե այնտեղ ինչ են քննարկել։ Իհարկե մի պարագայում կարելի է ասել, որ Ֆրանսիայի նախագահը ռիսկի է դիմում։ Նախ ինքը որպես լուրջ լիդերություն ստանձնած Եվրոպայում, ինքը փորձում է նաև այդ հարցերը կարգավորի, որտեղ մտածելը ոչ թե իրանք քննադատեն, թե ինչի է Պուտինին մեկուսացումից անում, այլ ես հարց լուծող եմ, զանգել եմ։ Բայց նաև ինքը վտանգում է, որ եթե անարդյունք դա ալնի, դա իր հեղինակությանը կարող է հարված հասցնի։ Այսինքն որքանով է լավ հաշվարկած, դա կախված է թե ինչ արդյունքի կհասնեն։ Ամեն դեպքում ես համարում եմ, որ այս զանգը որպես արդյունք դեռ արդյունք չի տվել։ Իսկ եթե արդյունք չտա, դա կլինի բացասական։ Արդյունք տա, կասեմ, տեսակ մարդը զանգեց ու հարց լուծվեց։ Առայժմ 3 ուղղությամբ էլ դա լինի Գազայի հետ կապված, դա լինի Իրանի հետ կապված եւ Ուկրաինայի դեռ որևէ հաջողություն, նույնիսկ պայմանավորվածություն չկա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի շուտով բանակցություններ կվարի նաև Եվրոմիության առաջնորդների հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության եւ համատեղ ձեռնարկությունների լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ։ Մենք արագացնում ենք արտադրության տեմպը, մոտ ապագայում ես ԵՄ առաջնորդների հետ կխոսեմ անօդաչու թռչող սարքերի արտադրության եւ համատեղ ձեռնարկությունների լրացուցիչ ֆինանսավորման մասին։ Ինչպես տեսնում եք, սա այն է, որի հարցում առաջահանց է բոլորից Զելենսկին։ Եվ ինչպես տեսնում եք, Եվրոպան հետևողականորեն այդ ուղղությամբ աշխատում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը, ես երեկվա ուղղակի անպայման ասի ձեզ տեղեկացնեմ, Տրամպը հրամանագիր է ստորագրել, որով վերացվում է Սիրիայի դեմ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցները, Սպիտակ տան հայտարարության համաձայն այս որոշումը քայլ է դեպի կայունություն եւ խաղաղություն։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կայուն միասնական եւ իր հարևանի հետ խաղաղության մեջ գտնվող Սիրիային։ Ինչի ասա մտահոգիչ մի պատճառով, որ Սիրիան անցած է Թուրքիայի ազդեցության տակ։ Այս սա է որ մտահոգում է, եթե Սիրիայի հարցը լուծվեր նորմալ, մենք ինչ խնդիր ունենք, բայց Սիրիան հանձնել Թուրքիային, որպեսի պոկեր Ռուսաստանից ու Իրանից, Թուրքիայի դերակատարությունը մեծացնել հաստատ չի մտնում մեր պլանների մեջ։ Իսկ Իրանը սրելա շարունակվում է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրաման է արձակել կիրառելու երկրի խորհրդարանի ընդունած օրենքը ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության կասեցման վերաբերյալ։ Նախագահ Փեզեշքյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, արտաքին գործերի նախարարությանը եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ խորհրդարանական հրահանգն իրականացնելու մասին։ Այսինքն արդեն ինքը ստորագրել, այսինքն դա բլեֆ չէր, որ խորհրդարանը որոշեց, կարող է մի հատ ուզում են Ամերիկային ասենց գծերը ստուգեն։ Չէ, արդեն ստորագրել մենք ու հետ չենք համագործակցում։ Այսինքն վտանգը դրանով ավելանում է։ Դա է պատճառը, որ Իսրայելը իր մտահոգությունն է առաջ բերում։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գրառում է կատարել։ Եվրամիության 3 երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան պետք է լիովին վերականգնեն Իրանի դեմ պատժամիջոցները Թեհրանի կողմից ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումից հետո։ Այսինքն Իսրայելը խիստ անհանգստացած է, որտեղ ինքը հարցը չլուծեց։ Նախարար Սաարը ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու Իրանի որոշումն անվանել է անընդունելի։
Հիմա դուք տեսնում եք, այսինքն այս լարվածությունը պատերազմը դադարել է ցանկացած պահի կարող է վերսկսվել, բայց պատերազմից հետո դիվանագիտական հետևանքները ու նաև Իրանին կտրելը նաև անգամ Հայաստանից, եթե Ամերիկան ներկայացված լինի ստեղ եւ իր ճանապարհը պահելու անվան տակ նաև անվտանգության խնդիրը լուծի մեկուսացնի Իրանին, դա մեզ համար խնդիր է առաջացնելու անգամ Իրանի հետ կապված։ Իրանը պետք է ասի համ ինձ հետ ես, համ ինձ սատարում ես դատապարտում Իսրայելին, համ էլ բերում ես Ամերիկային մտցնում ես իմ վերևը։ Իմ հյուսիսին բանը։ Հիմա սա մի խնդիր, մյուսն էլ Հայաստանը ստիպված պետք է ասել, համ ես քեզ սատարեցի, համ դու գնացիր Ստամբուլում իմ դատապարտելուն միացար։ Միևնույնն է, այսինքն մենք ներքաշվելու ենք հետևյալ խնդիրների մեջ։ Իսկ հիմա Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին իր թշնամիներին հիշեցրել է, որ երկրի միջուկային արդյունաբերությունը ռմբակոծությունների միջոցով անհնար է ոչնչացնել, քանի որ այն հայնական արդյունաբերություն է եւ երկրում ներգրավված տեխնոլոգիա։ Մոհամմեդ Էսլամին դատապարտել է Իսրայելի եւ ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, դրանք համարելով հարված ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Իրանի միջուկային օբյեկտների վրա ռազմական հարձակումները ցույց տվեցին, որ աշխարհում տիրում է ջունգլիների օրենքը եւ ոչ ոք չի կարող գոյատևել առանց ուժի եւ Իրանի ժողովուրդը դա շատ լավ գիտակցել է։ Իրանի միջուկային արդյունաբերության առաջընթացը միշտ վճռականորեն կշարունակվի, հավելել է Մոհամմադ Էսլամին։ Դուք հիմա խաղաղության որևէ նշույլ տեսնում եք այս իրավիճակում։ Այս է հարցը, որի հետ կապված մենք պարբերաբար մտածում ենք, որ դեռ այդ ամեն ինչը առջևում է։ Իսկ մի հատ նայենք այս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապված այս սիրախաղը կարող է նորություն է։ 2014 թվականի այս օրերին մի հատ Facebook-ում նյութեի գրել, որին հիշեցրեց Facebook-ը, բայց հիմա երբ որ sense կարդում եմ, ասիկը լավ կարդամ նոր կպատկերացնեք, թե ինչին է վերաբերվում։ Վատ դաշնակահարի վրա եթե չեն կրակում, ապա սոլոսներով քշում են նրան։ Իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից 14 թվականն է։ Սերժ Սարգսյանը հերրական մրցակցության մեջ է մտել իր նախկին շեֆերի հետ, թե տեսեք ես ավելի լավ նախագահ եմ, քան նրանք։ Ու թեպետ դրա համար ջանք ու եռանդ չի խնայում, բայց իրականում ոչինչ էլ մոտը չի ստացվում։ Ավելի ճիշտ ստացվում է շատ վատ։ Սովորաբար ցանկացած հաջողակ գործիչ կյանքում ինչ-որ բանի հասած մեծ հարգանքով ու ակնածանքով է խոսում իր նախկին ղեկավարների մասին։ Առանձնահատուկ նշում, որ նրանցից շատ բան է սովորել, եւ հիմա էլ հաճույքով խորհրդակցում է նրանց հետ, բարդ որոշումներ կայացնելուց առաջ։ Բայց Սերժ Սարգսյանը, եթե անգամ արեգակնային համաստեղության նախագահ էլ դառնա, մեկ է այդպես էլ մնալու է կոմպլեքսավորված ու հոգով աբիժնիկ անձնավորություն եւ փորձելու է ամեն կերպ կռիվ տալ նախորդների ստվերի դեմ անգամ։ Սարգսյանի կոմպլեքսները եւ նախորդների հետ հերրական մրցակցության մեջ մտնելը դրթեց նրան արտաքին քաղաքական եւ-ին, բայց արձանագրվեց միայն բացասական արդյունք։ Այդ նույն եւ-ը եւ նախկինների մասին խոսելը Նիկոլ Փաշինյանը, քանի որ ինքը հեղափոխություն չի արել, հետո իմացանք, չէ՞։ Այսինքն Սերժ Սարգսյանի սևագրերը վերցրել է երկիր աղեկավարում, էլի։ Դրա համար այդ ամեն ինչն էլ է Սերժ Սարգսյանի քաղաքականությունն է, թե նախկիններին վերաբերվող, թե բալանսավորված ու բալանսավորման քաղաքականությունը։ Գործող նախագահը փորձեց հարաբերությունները կարգավորել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչի նպատակով հայտարարեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, իսկ ազատագրված տարածքներն էլ պատրաստ է հանձնել Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։ Արդյունքում ոչինչ էլ չկարգավորվեց, փոխարենը թշնամին ավելի լկտի ու սանձարձակ դարձավ։ Թուրքիայի հետ պատրաստ էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել, միաժամանակ նրան ներգրավել Ղարաբաղի հարցի կարգավորման գործում։ Արդյունքում միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում լուրջ նահանջ ունեցանք։ Թուրքիան էլ ակտիվորեն խառնվում է Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացին, իսկ սահմաններն այդպես էլ չբացվեցին։ Թվում է թե ոնց որ եթե սա 14 թվականին գրած չէ, ոնց որ 25 թվականին գրածն է, չէ, որտեվ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ ժառանգել է Սերժ Սարգսյանից։ Բայց Սարգսյանը ձեռքերը ծալած չնստեց ու պատրաստվում է եւ Եվրամիության հետ ինտեգրացիան խորացնել եւ մաքսային միության։ Արդյունքում մեր հարաբերությունները փչացրեցինք թե Արևմուտքի, թե մաքսային միության անդամ երկրների հետ։ Ու հիմա ինքնանվաստացման կարգավիճակով լսում է Նազարբաևի միջոցով Ալիևի փոխանցած պահանջներն ու ծաղկաձոր հասնելուն պես պարտաճանաչորեն բավարարում դրանք։ Այն ժամանակ ծպտուն չանեց Նազարբաևը, որ կարդաց Ալիևի նամակը, որ պետք է մտնեք մաքսային ԵԱՏՄ առանց Արցախի։ Եկավ ծաղկաձորում հավաքեց, ասեց՝ իհարկե Արցախը ոչ իրավաբանորեն
անեն, ոչ էլ մեր մտքերում Հայաստանի մաս չի, բա իհարկե տենց պետք է լինի, ես ճիշտ եմ արել, որ ձեն չեմ անել։ Գործող նախագահի հանդեպ քննադատությունների տարափը փոքր ինչ մեղմացնելու նպատակով նրա թիմակիցները փորձում են նրան պաշտպանել ամերիկյան սալունի հայտնի կարգախոսի ոգով։ Մի կրակեք դաշնակահարի վրա, նա նվագում է, որքան կարողանում է։ Բայց եթե մի քիչ էլ հապաղենք, ապա ոչ թե մենք կլինենք որոշողը, կրակենք, թե դաշնակահարին քշենք խաղաղ ճանապարհով, ինքն արդեն մեզ կհանի տարածքից, քանզի երես կառնի մեր ներողամտությունից։ Հիմա եթե այս նույնը գրեի Նիկոլ Փաշինյանի մասին, որևէ բառ չէի փոխի, բացի ազգանունը, որտեվ այս նույն քաղաքականությունն է, ժողովուրդ ջան, լրիվ նույնն է։ Այս մարդը տենց էլ ոչ հայեցակարգ, ոչ տեսլական, ոչ ծրագիր, ոչ ճանապարհային քարտեզ Հայաստանի հետ կապված չունի, այս մարդու պատկերացումն է, բայց Սերժ Սարգսյանը գործակալ էր, ինքը այդ ճանապարհով գնար։ Դու ինչի գնացիր դառար գործակալի ձեռով գնացիր այդ նույն ճանապարհով։ Պատճառը ո՞րն էր։ Սերժ Սարգսյանը ժամանակ էր իրան պետք, որպեսզի կարողանար Հայաստանը Թուրքիայի, Ադրբեջանի ազդեցության տակ կոխելու համար, քանի որ անվստահություն կար, մտածում է ժողովուրդը փողոց կլցվի, իրանց դուրս կշպրտի, չէին կարող իրանք դրանց գնալ։ Ժամանակ էր պետք, որ իշխանությունը ամբողջությամբ կենտրոնացնել իրան ձեռը, ժողովրդի զգոնությունը բթացնել, վախի մթնոլորտ ստեղծել, որ կարողանալ դանել ու մարսել։ Հիմա այդ նույն բաները քայլ առ քայլ անում է Նիկոլ Փաշինյանը։ Ու սա ծրագիրը, որը Սերժ Սարգսյանին հեռացնելուց հետո իրականացնում է Սերժ Սարգսյանի ծրագիրը Նիկոլ Փաշինյանը։ Եթե սա եք ուզում, ուրեմն պետք չի զբաղվեք ինքնախապեյությամբ։ Դուք գիտեք, որ դա եք անում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։